Կրկին ողջույն բոլորին, շարունակում ենք լրատվական օրը US Armedia YouTube-յան ալիքում։ Կատալինա կղզուց մինչև մայրցամաք նախատեսված հայտնի բացօթյա լողի մրցումների ժամանակ մասնակիցներից մեկը ենթարկվել է շնաձկան հարձակման։ 50-ից 55 տարեկան լողորդը գտնվում էր Կատալինա կղզուց մոտ 12 մղոն հեռավորության վրա, երբ դեպքի մասին հաղորդում է ստացվել Լոս Անջելեսի հրշեջ ծառայություն։ Մինչև փրկարարների ժամանումը լողորդին ուղեկցող նավակի անձնակազմը նախնական բուժօգնություն է ապահովել։ Վերջինիս տեղափոխել են կայան, ապա ուղեկցել են հիվանդանոց, վնասվածքներն ասում են մեծ չեն եւ հավելում, որ այս հատվածում շնաձկների հարձակումները շատ հազվադեպ են։ Կատալինայի նեղուցի 20 մղոն երկարությամբ լողավազքը համարվում է բաշխերի լողի եռակի թագի բաղկացուցիչներից մեկը, կողքին ունենալով անգլիական նեղուցը եւ Մանհենթենի կղզու շուրջ լողը։ Հարավային Կալիֆորնիայի հարուստ թաղամասերից մեկը Ռանչո Պալոս Վերդեսը, որն արդեն տասնամյակներ շարունակ ենթարկվում է սողանքների սպառնալիքին, հողի նոր տեղաշարժ է արձանագրել։ Քաղաքային իշխանությունների տվյալներով սողանքի հետևանքով վնասվել է 4 տամբակ, սակայն տների կառուցվածքային լուրջ վնասներ կամ տուժածներ չեն եղել։ Լոս Անջելեսի հրշեջ ծառայության հաղորդման մոտ 300-ից 400 ոտնաչափ 91-ից 122 մետր ափամերձ լանջ է փլվել, իջնելով դեպի օվկիանոս 15-ից 18 մետրով։ Պատճառները դեռևս հետաքննվում են։ Քաղաքապետարանը խորհուրդ է տալիս խուսափել լանջի մոտ գտնվող ծովափից։ Վերջին տարիներին տեղատարապ անձրևները արագացրել են սողանքները, ինչի հետևանքով տներ են փլվել կամ ապամոնտաժվել, իսկ թաղամասի որոշ հատվածներում անջատվել են գազն ու էլեկտրականությունը։ Նախորդ տարի նահանգապետ Գևին Նյուսոմը այդ տարածքի համար արտակարգ դրություն էր հայտարարել։ Քաղաքը հիմա կոչ է անում նահանգապետին ստորագրել նոր օրինագիծ, որով Կալիֆորնիայի արտակարգ իրավիճակների սահմանման մեջ կներառվեն նաև սողանքներն ու կլիմայական փոփոխություններով պայմանավորված աղետները։ Սան Գաբրիելի հոբտում 210 մայրուղու վրա խոշոր վթարի հետևանքով գարեջրի տակառներ եւ տուփեր են տարածվել ճանապարհի մի քանի գոտիներով, ինչի պատճառով այսօր առավոտյան առաջացել են լուրջ խցանումներ։ Վթարը, որին մասնակցել է առնվազն 1 բեռնատար եւ մի քանի այլ մեքենաներ, տեղի է ունեցել գիշերը ժամը 3-ից մի փոքր առաջ մայրուղու արևմտյան ուղղությամբ Վերնոն Ավենյուի մոտակայքում։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է բեռնատարի կսասայելը բացվել եւ գարեջրի տարաները ու տակառները թափվել են երթևեկության գոտիներ։ Դրանց մի մասը բախվել է մոտեցող մեքենաներին։ Ըստ նախնական տվյալների միջադեպի հետևանքով եղել է միայն 1 թեթև վնասված, սակայն պաշտոնական հաստատում այս մասով էլ դեռևս չկա։ Այսօր միգրացիոն դատարանում Անադոլու Էջենսիի լուսանկարիչ Վորալ Էլիբոլը ծառայական պարտականությունները կատարելիս ենթարկվել է բռնության ԱՄՆ-ի ծառայողի կողմից։ Ըստ Նյու Յորքի գործակալը նրան հրել է գետնին, ինչի հետևանքով Էլիբոլը գլխի վնասվածք է ստացել։ Դեպքից անմիջապես հետո նա տեղափոխվել է հիվանդանոց։ Այլ մանրամասներ, այդ թվում նրա առողջական վիճակի ծանրության աստիճանի այս պահին չեն հրապարակվել։ Դեպքն արդեն մտահոգություն է առաջացրել մամուլի ազատության եւ լրագրողների անվտանգության հետ կապված, թեպետ նախկինում էլ նման դեպքեր գրանցվել են։ Ամերիկյան դաշնային դատարանը խիստ որոշում է կայացրել, հայտարարելով, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը խախտել է սահմանադրությունը, երբ փորձել է արտաքսել օտարերկրացիներին միայն այն պատճառով, որ նրանք պաշտպանում էին պաղեստինցիներին կամ քննադատում Իսրայելը։ Բոստոնի դաշնային դատավոր Վիլյամ Յանգը, որը նշանակվել է դեռևս Ռոնալդ Ռեյգանի օրոք, գրել է իր 161 էջանոց վճռում, որ այդ քաղաքականությունը ոչ միայն խախտում է առաջին փոփոխությամբ ամրագրված խոսքի ազատության իրավունքը, այլև հակասում է վարչական օրենքներին, քանի որ հանկարծակի փոխել է նախկին կարգավորումները առանց հիմնավորված բացատրության։ Այս գործը, թերևս ամենակարևորներից մեկը, որը երբևէ քննվել է այս դատարանում, տալիս է մի պարզ հարց. արդյոք օրինական հիմքով Միացյալ Նահանգներում գտնվող օտարերկրացիները նույն խոսքի ազատության իրավունքներն ունեն, ինչ ամերիկյան քաղաքացիները։ Դատարանը հստակ պատասխան է տալիս. այո, ունեն, գրել է Յանգը։ Դատարավորը մեղադրել է ներքին անվտանգության քարտուղար Քրիստին Նոեմին, պետքարտուղար Մարկո Ռուբիոյին իրենց լիազորությունները չարաշահելու եւ խոսքի ազատությունը դիտավորյալ խլելու մեջ։ Գործի հայցվորները, համալսարանական միություններն ու իրավապաշտպանները ողջունել են վճիռը։ Թրամփի վարչակազմի փորձը ուսանողներին արտաքսելու իրենց քաղաքական հայացքների պատճառով ամոթալի հարձակում էր սահմանադրության վրա, հայտարարել են ամերիկյան համալսարանական պրոֆեսորադասախոսական կազմի միության անդամները։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը այսօր հայտարարել է, որ Համասը 3-ից 4 օր ունի ընդունելու Վաշինգտոնի միջնորդությամբ կազմված խաղաղության ծրագիրը Գազայի համար։ Նա զգուշացրել է.
Ծրագրի մերժման դեպքում Համասին սպասվում է շատ տխուր ավարտ։ Ծրագիրը, որը կազմվել է Եգիպտոսի եւ Քաթարի մասնակցությամբ, ներկայացվել է Համասին առանց նրանց անմիջական ներգրավման։ Այն ներառում է հրադադարի հաստատում, գերիների ազատում, փոխանակմամբ բնականաբար հարյուրավոր պաղեստինցի բանտարկյալների հետ, ինչպես նաև իսրայելական ուժերի աստիճանաբար դուրսբերմամբ։ Վերջնական փուլում նախատեսվում է Գազայի վերականգնում եւ պաղեստինյան վարչակազմի բարեփոխումներ միջազգային խաղաղության խորհրդի հսկողությամբ, որը պետք է նախագահվի Թրամփի կողմից եւ ներառում է նաեւ նախկին բրիտանացի վարչապետ Թոնի Բլերին։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն արդեն հայտարարել է իր աջակցությունը ծրագրին, նշելով, որ այն համապատասխանում է Իսրայելի պատերազմի նպատակներին։ Սակայն ծրագրում ընդգրկված է Համասի զինաթափման պահանջը, որն անցյալում պարբերաբար մերժվել է խմբավորման կողմից։ Պաղեստինյան կողմը ծրագրին արձագանքում է կտրուկ քննադատությամբ։ Գազայի բնակիչներից շատերը ևս դա ընկալում են որպես սեփական ժողովրդի պայքարի ու իրավունքների վերջնական հրաժարում։ Գազայի պատերազմի հետևանքով ըստ տեղական առողջապահական մարմինների զոհվել է ավելի քան 66,000 պաղեստինցի, իսկ գրեթե ողջ բնակչությունը տեղահանվել է։ ՄԱԿ-ի հանձնաժողովը Իսրայելին մեղադրում էր ցեղասպանության մեջ, ինչը պաշտոնական Թել Ավիվը կտրականապես հերքում էր։ Պատերազմը սկսվել էր այն բանից հետո, երբ Համասը հարձակվել է հարավային Իսրայելի բնակավայրերի վրա, սպանելով ավելի քան 1200 մարդու եւ գերեվարելով 250-ի։ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է դեղերի գների պատմական կրճատման մասին Pfizer ընկերության հետ կնքված նոր համաձայնագրի արդյունքում։ Ըստ պայմանավորվածության Pfizer-ը պարտավորվում է իր բոլոր դեղերը տրամադրել Medicaid ծրագրին առավել նախընտրելի սկզբունքով, այն գներով, որոնցով դրանք վաճառվում են ամենամեծ զեղչերով այլ զարգացած երկրներում։ Սա ըստ նախագահի զգալիորեն կնվազեցնի դաշնային ծախսերը եւ կօգնի հատկապես ցածր եկամուտ ունեցող ամերիկացիներին։ Բացի այդ, Pfizer-ը որոշել է մի շարք հանրահայտ դեղեր առաջարկել բոլոր սպառողներին 50-ից մինչև 100% զեղչով, իսկ նոր թողարկվող դեղերը նույնպես վաճառվելու են նվազեցված միջազգային գներով։ Դեղերը հասանելի կլինեն նաև առցանց հատուկ պետական կայքի միջոցով։ Ընկերությունը նաև պարտավորվել է 70 միլիարդ դոլար ներդնել ԱՄՆ-ում նոր արտադրական հզորությունների ստեղծման եւ գիտահետազոտական ծրագրերի ֆինանսավորման համար։ Թրամփը ընդգծել է, որ այս քայլով ավարտվում է այն ժամանակաշրջանը, երբ ամերիկացիները ստիպված էին 3-4 անգամ ավելի թանկ վճարել նույն դեղերի համար, որոնք արտերկրում վաճառվում էին ավելի էժան։ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները հայտարարել են, որ սա անհնարին համարվող պայմանավորվածություն էր, որը ձեռք է բերվել ամիսներ տևած դժվար բանակցություններից հետո։ Pfizer-ի գլխավոր տնօրեն Ալբերտ Բուրլան իր հերթին էլ ասել է, որ հաղթանակ է սա եւ ոչ միայն ամերիկացի հիվանդների, այլև ամերիկյան նորարարության եւ տնտեսության համար։ Նոր քաղաքականությունը պատմական քայլ է առողջապահության մատչելիության ուղղությամբ։ Իշխանությունները հույս ունեն, որ այն կդառնա օրինակ նաև այլ դեղարտադրողների համար։ Վերջում երկու լուր կապված տնտեսական այսպես ճգնաժամի մասին Փենսիլվանիա նահանգում բյուջետային ճգնաժամը շարունակվում է արդեն 4-րդ ամիսը սպառնալով ավելի լայնածավալ սոցիալական հետևանքներով։ Դեմոկրատ նահանգապետ Ջոշ Շապիրոյի եւ քաղաքականապես բաժանված օրենսդիր մարմնի միջև շարունակվող վեճը արգելափակել է միլիարդավոր դոլարների փոխանցումները դպրոցներին ու սոցիալական ծառայություններին։ Թեև խոսքը մոտ 50 միլիարդ դոլարի բյուջեի մի մասին է, դրա հետևանքները զգացվում են ամբողջ նահանգում։ Հանրապետական գանձապետ Սթեյսի Գարիթին արդեն օգտագործում է այս ճգնաժամը իր քարոզարշավում, նախապատրաստվելով Շապիրոյի դեմ առաջիկա 2026 թվականի ընտրություններին։ Ավելի քան 300 ընտանիքներ զրկվել են մանկապարտեզի կամ սուբսիդավորվող խնամքի հնարավորությունից։ Ծրագիրը հասել է իր 750,000 վարկային սահմանաչափին եւ չունի երաշխիք, որ ընտանիքներն ու աշխատողները կվերադառնան, երբ ֆինանսավորումը վերականգնվի։ Համայնքային կազմակերպություններն ու սոցծառայությունները զգուշացնում են, որ հոկտեմբերի կեսերից իրավիճակը կդառնա շատ ավելի վատ։ Մի շարք փոքր կառույցներ արդեն փակել են վարձավճարների եւ կոմունալների օգնության ծրագրերը։ Save Barks կենտրոնը, որ զբաղվում է ընտանեկան բռնության եւ սեռական հանցագործությունների կանխարգելմամբ, կրճատել է անձնակազմը, կուտակել է պարգել, դադարեցրել է որոշ վճարումներ։ Առանց նոր բյուջեի հաստատման նահանգը կորցրել է դպրոցներին, շրջաններին ու սոցիալական ծառայություններին հատկացումների օրինական մեխանիզմը։ Միևնույն ժամանակ նահանգը պարտավոր է շարունակել պարտքի սպասարկումը, Medicaid-ի ծախսերը, գործազրկության նպաստները, բանտերի աշխատանքը եւ ոստիկանության հերթապահությունը։ Այս ընթացքում Ֆիլադելֆիայի դպրոցական խորհուրդը հարկադրված է եղել արդեն վերցնել մինչև 1.5 միլիոն դոլար վարկ, 3 անգամ ավելին, քան սովորաբար այս շրջանում։ Համալսարանները, գրադարանները, շրջանի առողջապահական կենտրոնները նույնպես զրկված են ֆինանսավորումից։ Նահանգային պաշտոնյաները զգուշացնում են, որ սոցիալական աշխատողների եւ խորհրդատուների զանգվածային հեռացումները կարող են ունենալ երկարատև հետևանքներ։
Եվ վերջին լուրը արդեն այսօր դրա մասին խոսել ենք հանրապետականների եւ դեմոկրատների բանակցություններն ու դեբատները շարունակվում են, իսկ արդյունքը 0 է։ Միացյալ Նահանգներում մոտենում է մասամբ կառավարական փակման վտանգը։ Վտանգված են բազմաթիվ պետական ծառայություններ։ Շատ դաշնային աշխատողներ ժամանակավորապես կուղարկվեն չվճարվող արձակուրդի, սակայն մի շարք հիմնական ծառայություններ կշարունակեն գործել։ Դրանց թվում են ՆԱՍԱ-ի ծրագրերը, նախագահի պաշտպանությունը, ինչպես նաև Դոնալդ Թրամփի վարչակազմի ներգաղթի խստացված վերահսկողությունը։ Ներքին անվտանգության դեպարտամենտի շուրջ 14,000 աշխատող կուղարկվի արձակուրդի, սակայն հիմնական ստորաբաժանումները՝ մաքսային ծառայությունը, սահմանապահները, TSA-ը, USCIS-ը եւ FEMA-ն կշարունակեն գործել։ Սա նշանակում է, որ ներգաղթի վերահսկողությունն ու սահմանների պաշտպանությունը չեն դադարի։ Medicare-ի եւ Medicaid-ի վճարումները չեն դադարեցվի, բայց սպասարկման մեջ կարող են լինել ուշացումներ։ NIH-ի, CDC-ի գործունեությունը մասամբ կկանգնի։ NIH-ի մոտ 75% աշխատող է հեռացվելու, իսկ CDC-ում ավելի քան կեսը։ Դա կարող է կասեցնել նոր հետազոտություններն ու դեղերի փորձարկումները։ Ավիացիան եւ օդային երթևեկությունը կշարունակեն աշխատել աշխատավարձերի ուշացմամբ։ Օդային երթևեկության վերահսկիչների դպրոցներն են փակվելու, ինչը կխորացնի արդեն իսկ գոյություն ունեցող 3000 մասնագետի պակասը։ FEMA-ն հիմնական աշխատանքները չի դադարեցնի, բայց նոր ծրագրերի եւ ֆինանսավորման հաստատումները կսառեցվեն։ Դա կարող է խոչընդոտել նոր հիփոթեքների տրամադրումը, քանի որ առանց ջրհեղեղի ապահովագրության վարկերը չեն հաստատվում։ FDA-ի հիմնական առաքելությունները ներառյալ դեղերի եւ սննդի վերահսկողությունը կշարունակվեն, սակայն պլանային ստուգումները կդադարեցվեն, իսկ երկարաժամկետ սննդային անվտանգության ծրագրերը կսառեցվեն։ Պետդեպարտամենտում աշխատող անձնակազմի ավելի քան կեսը ուղարկվելու է արձակուրդի, բայց դեսպանատներն ու հյուպատոսարանները շարունակելու են աշխատել արտասահմանում։ Շրջակա միջավայրի պաշտպանություն՝ մոտ 10% աշխատող ընդամենը կմնա աշխատանքի կյանքի ու գույքի անվտանգության համար։ Շարունակվելու են նաև օրենքով պարտադիր որոշ աշխատանքներ ու աղտոտվածության դեմ պայքարի ծրագրերը։ Կառավարության փակման դեպքում Միացյալ Նահանգների բնակիչները կբախվեն ուշացումներով առողջապահության, կրթության, բնակարանային ապահովագրության ոլորտներում ուշացումների, իսկ տնտեսությունը կրի իրականում շատ զգալի վնասներ։ Թե ինչ դեռևս ժամանակ կա մինչև այսօր գիշեր կամ կեսգիշեր կամ 23:59, որ կարող են հասնել ինչ-որ համաձայնության, բայց եթե դա տեղի չունենա, ապա ուղիղ 12:01 րոպե, երբ դառնա հոկտեմբերի 1-ը, կառավարությունը մասամբ կփակվի, մինչև որ նոր համաձայնություն լինի եւ վերադառնան բացելու։ Այդուամենայնիվ մենք շարունակելու ենք հետևել իրադարձությունների զարգացմանը։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Առողջ եղեք։